Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը վստահ է, եթե իրեն տրվի արտահանման ոլորտը կարգավորելու հնարավորություն, ապա մեկ տարվա ընթացքում Հայաստանից արտահանումը կկրկնապատկվի։ Որոշ ոլորտներում տնտեսական ակտիվության ցուցանիշների աճ է նկատվել, բայց ըստ Մանասերյանի տնտեսության մեր պոտենցիալն ավելին է։ Կան նախարարություններ, որոնք կարող են օրինակ ծառայել մյուսների համար, կան նաև այլ նախարարություններ, որոնք իսկապես իրենցից կախված կարծես թե ամեն ինչ փորձում են անել, բայց դրանց կողքին քիչ են նաև կառույցներ, որոնք խոցելի են։ Նախագահական ընտրություններից առաջ Թաթուլ Մանասերյանը ցանկացել էր բանավիճել թեկնածու Հրանտ Բագրատյանի հետ, սակայն Բագրատյանն առաջարկել էր բանավիճել իր թիմակցի հետ։ Ընտրություններից հետո Մանասերյանը դարձյալ պնդել էր, Բագրատյանը Facebook-ի իր էջում գրառել էր, որ թեև Մանասերյանի մասնագիտական որակները իրեն չեն գոհացնում, բայց պատրաստ է բանավեճի Սլավոնական համալսարանում։ Մանասերյանը սակայն լսարանի առջև բանավիճել չի ուզում։ Պատկերացրեք, որ հրավիրում է ուսանողների, իմ եւ իր ուսանողների մոտ բանավեճի։ Սա կարծում եմ քննարկման արդեն ենթարկա չի։ Անդրադառնալով Հայաստանի տնտեսության հետագա զարգացմանը, Մանասերյանը կարևոր համարեց, որ կառավարությունն ընդունի մինչև 2025 թվականի ռազմավարական ծրագիրը։ Հրայր Մանուկյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։